Ապրիլի 20-ին կիրակի հայ առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Մեր եկեղեցում տաղավար բոլոր տոների հաջորդ օրը ննջեցյալների հիշատակության օր է։ Ապրիլի 21-ին բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, ապա կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Մեռելոց հիշատակության օրերը սգո օրեր չեն, ասում են եկեղեցու հայրերը, քրիստոնեությունը վերացրեց մահվան վախը, տալով հարության իրականությունը։ Եվ ուրեմն գերեզման այցելելիս մենք այդ ուխտաբեր ավետիցն ենք փոխանցում ննջեցյալներին, հարությամբ է, որ նրանք պիտի վերստին կենթանանան։ Հոգևոր հայրերը այս գիտակցությամբ են հորդորում այցելել ննջեցյալներին։ Ուր է մահ քո հաղթությունը եւ ուր է գերեզման քո խայթոցը։ Այս խոսքերով պատարագիչ Կոմիտաս քահանա Աղևոնդյանը սկսեց քարոզը։ Մայր տաճարում պատարագիչը խոսեց հարության վսեմ գաղափարի մասին, այն անվանեց յուրօրինակ հանդիպում մեր Տիրոջ հետ եւ հորդորեց անդրադառնալ մեր կյանքին, ինչպես ենք այն ապրում, արդյոք Տիրոջ պատգամների համաձայն։ Մենք կարիք ունենք վերստին խորհելու հարության գաղափարի շուրջ, վերարժևորելու եւ ընկալելու անմահության գաղափարը, ասաց Տեր հայրը։ Մեռելոց պատարագից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ, հնչեցին շարականներ, ընթերցվեցին սուրբգրային մեջբերումներ, հիշատակվեցին բոլոր ննջեցյալները, ում անունները պատարագի ընթացքում փոխանցել էին հավատացյալները։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Այս տարի համընկել են հայոց հին եւ նոր եկեղեցական տոմարները եւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը հարության տոնը տերունակող վայրերում նշել է ապրիլի 20-ին, ինչպես հայ առաքելական ողջ եկեղեցին։ Ավագ շաբաթօրը դեպի հարության տաճար է ուղղվում հայոց թափորը։ Այդ օրը հայոց թափորը 2 անգամ է հանդիսավոր կերպով մուտք գործում հարության տաճար։ Փրկչի գերեզմանն է գտնվում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում Հեղինե Թագուհու հրամանով։ Դարերով մշակված արարողակարգի համաձայն հայերն առաջինն են ճամփա ընկնում դեպի սրբավայր։ Նույնչափ վաղեմի եւ հին է դուռը բացելու կարգը։ Հարյուրամյակներով տաճարի բանալին պահվում է մուսուլման արաբ մի ընտանիքում։ Երբ բանալին բերվում է դռան մոտ, դուռը բացում է մեկ այլ արաբ ընտանիքի ներկայացուցիչ։ Այսպես արաբների օգնությամբ Սուրբ քաղաքում պահպանվում է սրբավայրերում ծես մատուցելու հերթագայության համար հաստատված ստատուս քվոն։ Անխախտ արարողակարգը պահպանում է տարբեր կրոնական համայնքների միջև բարդ հավասարակշռությունը։ Ավանդույթի համաձայն դուռը ներսից դարձյալ հայ հոգևորական է բացում։ Ներս մտնելու պես հայ հոգևորականներն ուղղվում են դեպի տաճարի հայկական մաս։ Տոնական օրերին տեղի է ունենում նաև Երուսաղեմի հայկական կառույցների սկաուտների շքերթը։ Հայկական դրոշներով զարդարված հայ պատանիները սկաուտական քայլերթային մեղեդիներ նվագելով ուղեկցում են հոգևորականներին եւ ուխտավորներին։ Այս տարի թե աշխարհականները, թե հոգևորականները կրել են նաև Արցախի դրոշը։ Երուսաղեմում էր գտնվում նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ավագ շաբաթօրը արարողություններ են տեղի ունենում թե տաճարում, թե հայոց վանքում։ Քրիստոսի հարության տաճարում տեղի է ունենում Սուրբ կրակի լուսահանությունը։ Ավանդույթի համաձայն կրակը դուրս է բերվում Փրկչի գերեզմանից։ Հազարավոր քրիստոնյաներ են ուխտի մեկնում Երուսաղեմ հարության տոնը նշելու։ Հատկապես այդ օրը տաճարը լեցուն է ուխտավորներով։ Սուրբ կրակը կամ լույսը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Լուսահանության արարողության ժամանակ տաճար է բերվել նաև Արցախի դրոշը։ Ապրիլի 20-ի առաջին ժամերին կեսգիշերից հետո Երուսաղեմի հայոց վանքի միաբանները հանդիսապետությամբ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի կատարել են իրենց առաջին մուտքը Սուրբ Հարության տաճար։ Քրիստոսի խաչելության վայրում Սուրբ Գողգոթայի վրա աղոթքից հետո միաբանությունը բարձրացել է հայոց երկրորդ Գողգոթա վերնամատուռ, որտեղ կատարվել է գիշերային ժամերգություն։ Լուսադեմին առավոտյան ժամերգության շարականի երգեցողությամբ միաբան հայրերը եւ ժառանգավոր սաները թափորով վերնամատուռից իջել են եւ սկսել եռադարձ թափորը Քրիստոսի Սուրբ գերեզմանի շուրջ։ Թափորին մասնակցել են նաեւ Երուսաղեմում հայոց հետևակ Ղպտի եւ Ասորի եկեղեցականները։
Առավոտյան տեղի է ունեցել հայոց երկրորդ մուտքը Սուրբ Հարության տաճար հանդիսապետությամբ հայոց պատրիարքության լուսարարապետ Սևան arczepiskopos Ղարիբյանի։ Զատկական պատարագ է մատուցվել Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա։ Պատարագել եւ քարոզել է զատկական տոների առթիվ Սուրբաթոռ ժամանած Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը։ Պատարագից հետո միաբանությունը եւ ժառանգավոր սաները թափորով եւ երգեցողությամբ վերադարձել են պատրիարքարան։ Հերմինե Հակոբյան, Ղևոնդ Վարդապետ Հովանիսյան, Եկեղեցական կյանք։ Ամենագլխավոր եւ կարեւոր տոնը աշխարհի քրիստոնյաների համար Սուրբ Զատիկն է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը եւ հաղթանակը մահվան դեմ։ Այս տարի հայ եկեղեցին Սուրբ Հարության տոնը նշեց ապրիլի 20-ին։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Վաղ առավոտից եկեղեցին արդեն լի էր մարդկանցով։ Եկել էին հեռավոր վայրերից, մեծից փոքր, իրենց հետ բերելով մոմերով, քաղցրեղենով ու կարմրաներկ ձվերով զարդարված զամբյուղներ։ Սուրբ պատարագին ներկային նաև այս եւ նախորդ տարիների խաչքավորները, եկեղեցու բարերարներ, Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նախագահի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, գիտության եւ մշակույթի ոլորտի նշանավոր հայ գործիչներ։ Խորախորհուրդ արարողությանը ներկա հավատացյալների ձեռքերում վառվող մոմերը ջերմության եւ միասնության մթնոլորտում հիշեցնում էին, որ լույսը միշտ հաղթում է խավարին։ Զատիկով այդ ճանապարհն է բացվում, որովհետև ինքը հարություն առնելով ցույց տվեց իրական ճանապարհը դեպի երկինք, դեպի աշխարհություն, դեպի Տեր։ Սրբազան հայրն ընթերցեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական պատգամը ուղված աշխարհասփյուռ հայությանը։ Վեհափար հայրապետը հորդորում է համախմբվել հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս որպես ազգ ի Հայաստան եւ ի Սփյուռս։ Թեմակալ առաջնորդը վերցնի շնորհավորեց մարդկանց Սուրբ Հարության տոնի առիթով։ Քրիստոս հանյալը մեռելով Քրիստոսի հարության այսօրը կյանքի հաղթանակն է մահվան դեմ։ Թեև Քրիստոս իր յուրայինների կողմից ճաշակեց ամեն տեսակ անարդարություն, ամբաստանություն, զպարտություն, չարչարանք, տառապանք, ատելություն, փշեպսակ դրեցին գլխին, լեղի տվեցին խաչի վրա, մինչև անգամ խաչեցին, բայց նրա սերը դյուզն իսկ չպակասեց, նրա հավատարմությունը իր հոր կամքին չտատանվեց, մնաց ամուր ու անսասան։ Եվ այսօր մենք տոնում ենք հաղթանակը այդ սիրո, այդ հավատարմության, այդ ճշմարտության, քանի որ Քրիստոս սեր է մարմնացյալ, ճշմարտություն է կատարյալ, արդարություն է անպարտելի, վերջապես կյանք է մահվան դեմ և լույս խավարում։ Նա այս արժեքները պատգամեց մեզ ասելով. սիրեցեք միմյանց այնպես, ինչպես ես սիրեցի ձեզ։ Ապրեք մնալով հավատարիմ իմ հոր կամքին։ Քրիստոս հարյավ իմ եռելուց։ Զատկական տոնին եկեղեցին լի էր երեխաներով։ Նրանցից ոմանք ձայնակցում էին հոգևորականներին։ Մանուկների անկեղծ ուրախությունը հատկապես արտահայտում էր տոնի իսկական ոգին։ Պատարագի ավարտին Եզրաս Սրբազանը օրհնեց խորանի վրա դրված կարմրաներկ հավկիթները, որոնք բաժանվեցին նախ երեխաներին, ապա մեծերին։ Բակում ևս տոնական տրամադրություն էր։ Նուր երիտասարդաց միության անդամները կազմակերպել էին զատկական տոնավաճառ։ Բակում տեղադրված սեղաններին օրվա ընթացքում պարբերաբար մոտենում էին քահանաները, օրհնելու կարմրաներկ հավկիթներով, քաղցրեղենով եւ կանաչ ճյուղերով ձևավորված զամբյուղները։ Տոնական օրը շարունակվեց եկեղեցու հովանու ներքո գործող տապան թանգարանում։ Մոսկվայի Սուրբ Ներսես շնորհալու անվան հայորդյաց տան գեղարվեստական խմբերի մասնակցությամբ կազմակերպվել էր Սուրբ Հարության տոնին նվիրված համերգ, որի ընթացքում սիրո ճաշ տրվեց։
Մոսկվայաբնակ հայերը եւ օտարազգի հյուրերը առաջիկա օրերին Տապան թանգարանում կարող են ծանոթանալ Երևանաբնակ մանրանկարիչ Արտակ Զաքյանի աշխատանքների ցուցադրությանը նվիրված Սուրբ Հարության տոնին։ Հարուստ գույներով, գեղեցիկ զարդանախշերով հեղինակային աշխատանքները հայ մշակույթի հետ հաղորդակցման մեծ ներշնչանքի առիթ կարող են դառնալ։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։ Ապրիլի 20-ին Քրիստոսի Սուրբ Հարության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեցին տոնական պատարագներ, կատարվեցին զատկական արարողություններ։ Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում բազմաթիվ հավատացյալներ պատարագի մասնակցեցին։ Հավատացյալներով լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին, Բակը եւ Մերձակատարածքը։ Եկեղեցում օրն սկսվեց առավոտյան ժամերկությամբ, որից հետո կատարվեց անդաստանի արարողություն։ Օրհնվեցին աշխարհի 4 կողմերը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի կապակցությամբ Սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Եպիսկոպոսական պատարագին ներկա էին հյուրեր, պաշտոնյաներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, նշանավոր հայորդիներ եւ բազում հավատացյալներ։ Եկեղեցու խորանին սպասավորող քահանաները, սարկավագները, դպիրները տոնի առթիվ զգեստավորված էին տոնական ճերմակ ու շքեղ հանդերձանքով։ Պատարագի ընթացքում Սրբազան հայրն ընթերցեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը։ Արարողության ավարտին թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության, չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակի տոնի կապակցությամբ։ Այնուհետև Կիրակոս եպիսկոպոսի ձեռամբ օրհնվեցին զատկական խորհրդանիշ ներկված հավկիթները։ Պահպանիչ աղոթքից հետո եկեղեցական սիրված տոնի առթիվ սկիզբ առավ ժողովրդական տոնախմբություն։ Եկեղեցու բակում հյուրասիրություն էր կազմակերպվել։ Հավատացյալները զատկական ուտեստներ համտեսեցին։ Հերմինե Հակոբյան, Աննա Մկրտիչյան, Եկեղեցական կյանք։ Մայրաքաղաքի Աբովյան Սայաթնովա խաչմերուկում գտնվող կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիներն են։ Ապրիլի 20-ին պատարագի ավարտին հնչեց Քրիստոս հարյավի մեռելոց ավետիսը։ Պահք ու ծոմ պահած հավատացյալները հաղորդություն ստացան, ապա եկեղեցու բակում մարդիկ շուրջ բարբռնեցին։ Այստեղ հավաքվել են ազգային պարի սիրահարներ։ Ժողովրդական տոնախմբության մասնակիցներին ողջունեց Տեր Արսեն քահանա Սարոյանը։ Ներկաներին մեկտեղել է Արի Պարի հարթակը։ Մեր նպատակն է, որ ազգային պարը մտնի մեր կենցաղ։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք միանալ Արի Պարի Տելեգրամի էջին։ Փնտրեք լատինատառ Արի Պարի էջը ու մասնակցեք այսպիսի ժողովրդական տոնախմբությունների, նշում է նախաձեռնության անդամ Համազասպ Ասլանյանը։ Պարը ոչ թե նպատակ է, այլ միջոց, որպեսզի հայ մարդիկ իրար ձեռքի տան եւ միավորվեն պարի միջոցով։ Մարդիկ իրանց ընտանիքների միջոցառումների ժամանակ, հարսանիքների, կնունքների, ծնունդների ժամանակ կարողանան գոնե մի քանի պարզ պար միասնական պարեն եւ ձեռքի տան հայ մարդիկ։ Արդեն 10-րդ տարին է, որ այստեղ միջոցառումներ ենք իրականացնում եւ կոնկրետ այսօր Երևանի եւ Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Ջավախքում տեղի են ունենալու ավանդական պարի միջոցառումներ եւ պարի միջոցով մարդիկ միավորվելու են իրար։ Մի կողմ են դնելու իրանց անձնական էգոն, անձնական կարծիքները տարբեր հարցերի շուրջ եւ միախմբվելու են, համախմբվելու են պարի միջոցով։ Համազասպ Ասլանյանը պատմեց, որ երբ առաջին անգամ պարեցին կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների բակում 20 ընկերներով էին։ Հիմա արդեն պարահրապարակը լի է, տարեցտարի մարդիկ ավելանում են։ Նախաձեռնության անդամները ժողովրդական տոնախմբություն են անցկացնում ամեն տարի Սուրբ Ծննդյան ու Հարության տոներին։ Քրիստոս հարյավի մեռելոց Օրտնյալ է հարությունը Քրիստոսի, այս ավետիսով է, որ այսօր մենք մեկս մյուսից դիմավորում ենք, այս ավետիսն ենք փոխանցում, որովհետև այսօր հաղթանակած ենք մենք բոլորս Քրիստոսի հետ։ Հովանու ավետարանի 16-րդ գլխում հրաշալի բառեր կա, որ Քրիստոս ասում է. ես հաղթեցի։
Եթե Քրիստոս հաղթել է, մենք քրիստոնյաներս չենք կարող պարտվել, որտեղ մենք Քրիստոսին ենք կրում մեր սրտի մեջ։ Նախ հոգևոր ապրումներից է գալիս ամեն ինչ։ Եթե չկա հոգևոր ապրում, եթե չկա հոգևոր ուրախություն, ոչ մի բան չի կարող լինել շուրջ բոլորը։ Երբ որ կա այդ հոգևոր ուրախությունը, նաև այս տոնախմբությունն է ի հայտ գալիս։ Բարահրապարակ եկածներից շատերն էին սփյուռքահայեր, հայրենադարձներ։ Տիրան Բաղդադյանը ընտանիքով հաստատվել է հայրենիքում։ Ազգային ու մեր գրոնը բահելու համար եկել ենք հայրենիք 20-րդ դարից այստեղ։ Ու այսօր վառ աբացույցն է, ինչպես կարելի է գրոնը եւ ազգությունը իրար հետ բահբանել ու դա պետք է փոխանցենք մեր երեխեքին։ Արդեն զգում ենք, որ շատ մեծ հոսանք է մեր երկրում ազգայինը հերացնելու, հոգևորը հերացնելու, հետևաբար ավելի շատ պետք է համախմբվենք ու մեր կամքը ավելի ուժեղ պետք է լինի, որ ազգային ու գրոնը իրար հետ գաբելով գնանք առաջ։ Ես ասում եմ, որովհետև միակ դա է, որ մեզ թարերու ընթացքին բահբանել է ու մեր երկիրը մնացել է ու մեր ազգը հագարակ բոլոր ուժ ազգերին, որ հիմա չկան ու մենք բահբանելու ենք սա միասին։ Դպրոցում սովորացնում են, գալիս ենք բարում ենք։ Ես տենց բանը քորիկների հետ բարում եմ մեկ-մեկ, տենց եկել եմ այսօր։ Հոգևոր դասի ներկայացուցիչները ողջունում են ազգային պարով հետաքրքրված երիտասարդների ջանքերը եւ սիրով աջակցում են։ Ժողովրդական տոնախմբության մասնակիցները հաճույքով պարում են Վերվերի, Յարխուշտա, Քոչարի ու ազգային մյուս պարերը։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ապրիլի 21-ի վաղարավոտյան պաշտոնական Վատիկանից տարածվեց լուրը, որ վախճանվել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը։ Կաթոլիկ աշխարհի հովվապետը հանգչել է Վատիկանում գտնվող իր կեցավայրում կյանքի 89-րդ տարում։ Վերջին ամիսներին Ֆրանցիսկոս Պապը վատառողջ էր։ Շուրջ 1.5 ամիս բուժվել էր հիվանդանոցում երկկողմանի ծանր թոքաբորբի պատճառով։ Ֆրանցիսկոս քահանայապետը Պապ էր ընտրվել 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդ Պապի հրաժարականից հետո։ Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապն էր, առաջինը ճիզվիտների միաբանությունից, նաև առաջին Պապն էր Լատինական Ամերիկայից եւ առաջին ոչ եվրոպացի Պապը վերջին 1000 տարում։ Օծվելիս ընտրել էր Ֆրանցիսկոս անունը ի պատիվ կաթոլիկ եկեղեցու մեծագույն սրբի եւ միաբանության հիմնադիր Ֆրանցիսկոս Ասիզացու։ Նա առաջին Պապն էր, որ կրել է այդ անունը։ 9 տարի առաջ այս օրերին Ֆրանցիսկոս քահանայապետը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով այցելել էր Հայաստան։ Հովհաննես Պողոս II Պապից հետո մեր երկիր այցելած Հռոմի երկրորդ գահակալն էր։ Երջանկահիշատակ Պոնտիֆիկոսը մի քանի օր է անցկացրել հայոց քրիստոնեության օրրանում, Սուրբ Էջմիածնում, այցելել է այլ սրբավայրեր, աղոթել հայոց եկեղեցիներում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։